ՀԾ հաշվապահ և ՀԾ ինտերնետ բանկ համակարգերի միջև գործող ուղիղ կապի շնորհիվ վճարումներ կատարելը շատ արագ և ապահով է։ Ստացված ծառայության հիման վրա ստեղծենք վճարման հանձնարարագիր։ Անմիջապես փաստաթղթի պատուհանում ավելացել է փաստաթուղթը բանկ ուղարկելու, ինչպես նաև փաստաթղթի վիճակը տեսնելու հնարավորություն։ Արագ հասանելիության վահանակում ավելացել են ուղարկել, թարմացնել, ստորագրել, հեռացնել և չեղարկել հրամանները։ Դրանք արտացոլվում են նաև ՀԾ ինտերնետ բանկ բաժնում։ Սեղմենք ուղարկել բանկ կոճակը։ Բացվում է հաղորդագրություն, որ անհրաժեշտ է հիշել փաստաթուղթը։ Սեղմենք այո։ Լրացնենք ինտերնետ բանկի օգտագործողը և գաղտնաբառը։ Գեներացնենք DigiPass կոդը և մուտքագրենք։ Փաստաթուղթն ուղարկվեց բանկ և փաստաթղթի վիճակը դարձավ խմբագրվողը։ Այժմ անմիջապես փաստաթղթի միջից ստորագրենք այն։ Արագ հասանելիության վահանակից սեղմենք ստորագրել, կրկին հավաքենք DigiPass կոդը։ Սեղմենք թարմացման հրամանը, վիճակը կդառնա ընդունված է կամ ստորագրվող է, կախված երկրորդ ստորագրության առկայությունից։ Վիճակի վրա սեղմելով կարող ենք տեսնել պատմություն վիճակի փոփոխությունների մասին։ Վճարումները կարելի է ուղարկել բանկ և ստորագրել նաև խմբային տարբերակով։ Խմբային արտահանման համար ինտերնետ բանկ ենթահամակարգից մուտք գործենք վճարման հանձնարարագրեր մատյան։ Նշենք փաստաթղթերը և սեղմենք ուղարկել բանկ։ Համակարգը չի պահանջում նորից մուտքագրել օգտագործողի տվյալները, քանի որ ունենք ընթացիկ միացում։ Անհրաժեշտ է մուտքագրել միայն DigiPass կոդը։ Փաստաթղթերն ուղարկվեցին և նշվեցին դրոշակները։ Այժմ ստորագրենք փաստաթղթերը։ Մուտք գործենք վճարումներ և փոխանցումներ, որտեղ ցուցադրվում են ինտերնետ բանկ համակարգում առկա փաստաթղթերը։ Նշենք փաստաթղթերի ժամանակահատվածն ու հաշվարկային հաշիվը, որից կատարվել են վճարումները։ Սեղմենք կատարել։ Նշենք փաստաթղթերը և ստորագրենք։